Մեկ ամիս է հեռադիտակը վայր չի դնում գյուղի բլրին կանգնած ուղիղ սահմանին է նայում։ Սլավիկ Բաբայանն է Ալիբեյլիի դիրքայինները նրան լավ են ճանաչում, նրանից զգուշանում են խուսափում սարսափում։ Մի մասը փախավ, մի մասը դիմադրեց, բայց որոնք էլ արդեն ողջ։ Փորձառու հետախույզը զենքը վայր չի դրել, օրեր առաջ բախումների ժամանակ, ինչպես պատերազմի տարիներին էր, ակտիվ է, հատկապես սահմանից այն կողմ։ Եթե ինչ-որ մի բան կատարում ենք, իրանց պատասխան ենք տալիս։ 6 հոգի 6-ն էլ անթերի կատարեցին մարտական խնդիրը, 6-ից մեկն էլ Բաբայան կրտսերն է, Սլավիկի որդին։ Շատերը զարմացան, երբ իմացան, որ հայրը մահվանն ընթരാճ գնում է որդու հետ։ Երևի մի 20 րոպե, համ պայթեցում էր, համ ինչ պետք է իրականացրինք։ Հենց այսքան, ընդ որում ցերեկով առանց թաքնվելու ուղիղ հակառակորդի դիմաց կանգնելով ադրբեջանական մի ամբողջ հենակետ 0-ին հավասարվեց սեփական հարձակումից հետո։ Շատ ուժեղ խոճապ առաջացավ։ Խառնվել են իրար, իրանք էլ չէին իմանում ինչ անեն։ Իրանք էլ են կրակը, մրակը մին, բայց տոշնի չէին կարող խփել, իրանք շշկելված էին։ Նվերը շարունակեց հոր գործը պայմանագրային զինծառայող է այժմ տանն են մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել են տուն։ Հունվարի 24-ը հակառակորդը չի մոռանա։ Հայկական բանակի տոնին Բաբայանների ազգանունը հնչեց նախագահական նստավայրում։ Նախագահ Սարգսյանը ընդունեց, պարգևատրեց։ Բաբայան ավագին մարտական խաչ առաջին աստիճանի, որդուն երկրորդ աստիճանի։ Դեպքից հետո ադրբեջանական կողմը փոխեց ուղղությունը, այս անգամ հակառակորդի հատուկ ջոկատայինները հայտնվեցին իրանց գյուղում, նախկին 5 գետաշենի հատվածում։ Ադրբեջանական դիվերսիոն խումբը հենց այս ճանապարհին հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա եւ խոշոր տրամաչափի զենքերից կրակ արձակել։ Ուղևորները անցել են ինքնապաշտպանության եւ կասեցրել հակառակորդի գործողությունները։ Սրանք բացառիկ կադրեր են հատուկ պահպանվող վայրից, առաջին հայացքից թվում է, թե որևէ մեկը չէր կարող ողջ մնալ այս հարձակումից հետո։ Դեյվում վնասված է բոլոր կողմերից, անգամ շարժիչն է խոցված։ Եթե նրանք իմացել էին, որ ասենք զինվորական մարտկա մեջ է կամ զենքա մեջ է, միանգամից գրանամետով կտային կտարածնեին։ Բայց որ մենք զենքերը հանեցինք, նրանք արդեն իրանք էլ եւ զարմացանք։ Ահա մի ուղևորը պայմանագրային զինծառայողը Շարքային Սոս Մովսիսյանը Խաշթարակ գյուղից համեմատաբար լուրջ վնասվածք նա է ստացել, ընկերը քերծվածք ունի։ Առաջին ինձ կրակոցից ես վիրավորվեցի։ Ստերից մտելա, ստերը դուրս եկա։ Մովսիսյանը բացեց փակագծերը հենակետ տանող ճանապարհին էին։ Երեքով հանկարծ հայտնվում են դիվերսանտները, սկսում են կրակել։ Մարտը թեժանում է րոպեներ անց։ Հետ տնենք ավտոն մեջից դուրս եկանք, զենքերը վերցինք ու սկսեցինք պատասխան տալ։ Մեքենան վահան էր մինչև այն պահը, երբ հակառակորդը նետեց նռնակներ, հայ զինծառայողները գուցե չփրկվեին, եթե չկողմնորոշվեին ակնթարթորեն։ Մոտակա թումբը դարձավ փրկության վահանը։ Թաքստոցից անդադ կրակոցներ էինք տալի, որպեսզի դրանք ինչ են անում, միջև մեր տեղը հասնեն։ Ուղիղ 45 րոպե փոխհրաձգությունը չդադարեց, զինակից ընկերներին միացան դիրքապահները հրամկազմը։ Հակառակորդը նահանջեց, զենքը թողեց ու փախուստի դիմեց։ Առաջին օգնությունը Սոսը ստացավ վերադասից, հետո հիվանդանոցում, վերջում հոսպիտալում։ Առաջի օգնությունը կատարեց իմ ավագ լեյտենանտը, որ արդեն եկան լայ հավաքվեցին, Թաշկինակով կապեց ակովատնի, գնդի հրամանատարն եկավ հասավ, գումարտակի հրամանատար լեյվա ինչ անձնակազմ ունեք, վերադասեց։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, այս ամենը սկսվեց ու ավարտվեց Տավուշում, 3-րդ բանակային կորպուսում, դիմադրության ու պատժիչ գործողությունների կենտրոնում կորպուսի հրամանատարն է։ Օնիկ Գասպարյանը զեկուցեց գերագույն գլխավոր հրամանատարին, հակառակորդը թանկ է վճարում յուրաքանչյուր հայի կյանքի համար ու կվճարի։ Բոլորիս անունից վստահեցնում եմ ձեզ եւ ողջ ժողովրդին, որ մեր բանակի սպաները եւ զինվորները պատրաստ են պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները եւ ապահովել մեր ժողովրդի անդորը։ Գնդապետ Օնիկ Գասպարյանը նախագահականից հեռացավ գեներալ-մայորի կոչումով։ Սերժ Սարգսյանը բանակի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարեց. հայը դժոխք է տեսել, նրան ահաբեկելն անլուրջ է։ Դժվար հասկացողների համար ես մեկ անգամ եւս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ եւ բանակով։ Նա վերադարձել է դժոխքից։ Դժոխքը վերապահվեն ահաբեկելու փորձերը լուրջ չեն։ Նման փորձերը
ուշացած են առնվազն 100 տարով։ Հանրապետության նախագահի կոշտ ելույթը հնչեց Պաշտպանության նախարարությունում հրամանատարական կազմի հետ հանդիպմանը։ Սերժ Սարգսյանը հրամայեց սահմանին գործել նոր ռազմավարությամբ։ Մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը։ Հունվարն անցավ ցավալի կորուստներով ու հաղթական զարգացումներով 7 զոհ հայկական կողմում։ Ադրբեջանը վճարեց բազմապատիկ, կրակեց տարբեր տրամաչափի զինատեսակներից RPG-7, GP, AGS զինատեսակներից, ականանետներից ու նռնականետներից։ Ադրբեջանն այս շաբաթ հրադադար խախտեց օրը մինչև 450 անգամ արձակելով մինչև 7000 կրակոց մեկ օրում։ Նախարարն ամփոփեց 2015-ի առաջին ամիսը։ Գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը հասել է բոլոր զորամասեր, մինչև վերջին հենակետ։ Շփման գիծը եւ նաեւ հակառակորդի տարածքը անհրաժեշտության դեպքում հենց մոտակա խորության մեջ կարող ենք վերածել այսպես մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանում։ Ու հնչեց հունվարի վերջին կրակոցը, հակառակորդը պատժված է հունվարի 31-ի կեսօրին Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն անցան պատժիչ գործողությունների։ Շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանեցին հակառակորդի 2 դիրք ու 1 մարդատար մեքենա։ Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում հայ դիրքապահները ոչնչացրին հակառակորդի առնվազն 2 զինվոր։ Մարտն ավարտվեց, պաշտպանությունը շարունակվում է, ամենից հավանական թեժ կետի մատույցներում Բաբայանն է, նույն տեղում, երբ անհրաժեշտ եղավ կայցելի հակառակորդի հենակետեր, պարզ ճակատով ու բարդ գործողությամբ։ Որդին կողքին է, թոռը դեռ խաղալիք զենքով։ Պետք է փոքր ու երեխան սովորի այդ բաները։ Հետախույզ պապի սիրտը լեռներում է, միտքը թորան հետ, սպասում է վերադասի խոսքին ու հակառակորդի սխալին, որ իր խմբի հետ անհետանա ու հայտնվի գուցե օրեր անց, բարի լուրով։ Մարտական առաջադրանքը կատարված է անթերի, մեր կողմից կորուստներ չկան։ Դավիթ Դավթյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։